Ողջույն, Ժողակաթի եթերում մշակութային ազդագրի ամփոփիչ թողարկումն է։ Առաջարկում եմ նախ համառոտ ծանոթանալ այն թեմաներին, որոնց անդրադարձել է մեր լրագրողական թիմն այս շաբաթ։ Սկսվել է ամենամրգաշատ փառատոնի բերքահավաքը։ Երևանը 7 օրով կինոնկարահանման մեծ հարթակ է դառնալու։ Մեկնարկել է Ոսկե ծիրան 10-րդ հոբելյանական կինոփառատոնը։ Շարլ Ազնավուրն արդեն աստղ ունի իր անունը կրող հրապարակում։ Հայաստանում է հայ ազգի անվանի շանսոնյեն։ Կողք կողքի ցուցադրվելու են վերջին 200-ամյակում ստեղծագործող ինչպես դասական դարձած, այնպես էլ ժամանակակից ու երիտասարդ հեղինակներ։ Հուլիսի 11-ին բացվելու է Արևելքից արևմուտք մոդեռնից պոստմոդեռն ցուցահանդեսը։ Հայկական իրականության հաճախ անտեսվող կողմերը կնոջ դիտանկյունից նփակում բացվել է կին լուսանկարիչների Մայր այլ Հայաստան ցուցահանդեսը։ Հայկական բնության գեղեցկությունը տարվա 4 եղանակներին նկարիչների միությունում բնանկարների ցուցահանդես է բացվել։ Քաղաքի շնչառությունն արդեն 10-րդ անգամ փոխվում է։ Սկսվել է Ոսկե ծիրանի բերքահավաքը։ Համաշխարհային ճանաչում ունեցող շատ ռեժիսորների, քննադատների, մշակութային ու հասարակական գործիչների կարելի է այս օրերին տեսնել ոչ միայն կինոդահլիճներում, այլև քաղաքի կենտրոնում զբոսնելիս, բացօթյա միջոցառումների մասնակցելիս։ Հուլիսի 7-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աստարարվեց հոբելյանական Ոսկե ծիրանի մեկնարկը։ Սուրբ Զորավոր եկեղեցում ծիրանն է նորհնում, նշանակում է Երևանում մեկնարկել է Ոսկե ծիրանը։ Ծիրանօրհնեքի արարողությունը խորհրդանշում է հայկական ամենամեծ ու հայտնի կինոփառատոնի բացումը։ Սա մի ավանդույթ է հիշեցնում, որ բոլոր քրիստոնյաներն ունեն։ Հավատացյալները հավատում են, որ բնության ամեն մի արգասիկ Աստված է պարգևում, եւ այդ պատճառով պետք է շնորհակալություն հայտնել մեր ստացածի համար։ Շատ հաճելի է, որ դա նաեւ փառատոնի հետ է կապված, որովհետեւ մշակույթը նույնպես պարգև է։ J'aime Paris au mois de mai, quand les bourgeons renaissent. Միջազգային կինոփառատոնի բացմանը նախընթաց նրա անունը կրող հրապարակում բացվեց Շարլ Ազնավուրի աստղը, Հայաստանի եւ հայ ժողովրդի մեծ դեսպան, լեգենդար շանսոնյե, հասարակական գործիչ, կինոդերասան։ Այս ամենը լսելուց հետո Շարլ Ազնավուրը միայն կատակով ասաց. «Դուք մեծ բաներից եք խոսում։ Տարիքս է մեծանում, իսկ հասակս միևնույնը չի մեծանում»։ Կարծում ենք, որ ամենաշատ մեր ուժը կձգի մինչև երկրորդ-երրորդը, բայց փառք Աստծո 10-րդին հասանք եւ այն ծրագիրը, որ մտածել ենք, որ պետք է 5-6 տարում անենք, այսինքն ստեղծենք մի մթնոլորտ, որտեղ կծնվի հայկական կինոն եւ կշատանա, 10-րդ տարում տեղի ունեցավ, բայց երջանիկ ենք, որ տեղի ունեցավ, որտեղ այսօր առաջի տարիների 2-3 ֆիլմի փոխարեն 40-50 ֆիլմ են հայկական։ 10-րդ հոբելյանական Ոսկե ծիրանի պաշտոնական բացումն ու մեկնարկը ազդարարված է։ 2004-ին սկսել են 20 ֆիլմով, 1-2 ծրագրով։ Այս տարի 1200 ֆիլմ է եղել, 8-10 ծրագիր։ 10 տարի է անցել, հիմա ոչ մազեր ունեմ, ոչ սպիտակ պիջակներ։ Բոլորը մաշվել են, կատակում է Հարություն Խաչատրյանը։ Չեն հերիքում անգամ կինոդահլիճները, Ոսկե ծիրանը Հայաստանի համար ստեղծել է կինոբարեկամներ, իսկ մեզ համար մեծ առաջընթաց վստահ է փառատոնի կազմկոմիտեի անդամ կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը։ Այսօր լեփ-լեցուն են դահլիճները, տոմս են մարդիկ խնդրում, տոմս են մարգալի։ Ուրեմն այսպիսի տեսակ կինոյի, հեղինակային կինոյի կարիք ունի մեր ժողովուրդը։ Դա շատ մեծ ձեռքբերում է։ Այս փառատոնը մոտ 30-40, արդեն 50 տարեկան փառատոն է իր հասունությամբ, իր համբավով, իր առաջարկներով։ Շատ են ինձ ասում տարբեր արվեստագետներ եւ ռեժիսորներ, որ իրանք շատ հաճույքով են գալիս Երևան, որովհետև սա կինոյի փառատոն է։ Տոնական երեկոն մեկնարկեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով Սերգեյ Սմբատյանի խմբավարությամբ նվագախումբը ներկայացրեց իր Հոլիվուդ նոն-ստոպ ծրագրից հատվածներ եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։ Մեծանուն հայ կոմպոզիտորի 110-ամյակը նշվում է նաեւ փառատոնի շրջանակում։ Միջոցառման ընթացքում Ոսկե ծիրանի պատվավոր նախագահ Ատոմ Էգոյանը Փարաջանովյան թալեր մրցանակը հանձնեց Շարլ Ազնավուրին, ով Ատոմ Էգոյանի խոսքով, ամենահայտնի եւ ամենասիրված հայն է աշխարհում։
Ներկաներին ողջունեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Նա նույնպես հիշեց 2004 թվականը, երբ հնչում էին թերահավատ կարծիքներ, թե մեծ կինոարտադրություն չունեցող երկրին հարկավոր չէ պետական եւ մասնավոր հոգացությամբ գործող ամենամյա կինոփառատոն։ Եկանք հասանք 19 հոբելյանին եւ այսօր վստահությամբ կարող ենք ասել, ոսկե կինոփառատոնը մեր անկախ Հայաստանի Հանրապետության լավագույն ձեռքբերումներից մեկն է։ Բացման ժամանակ ներկայացվեցին փառատոնի մրցութային ծրագրերը եւ ժյուրիի կազմը։ Ցուցադրվեցին խաղարկային ֆիլմերի անվանակարգում ընտրված 13 ֆիլմի թրեյլերները։ Հաջորդող օրերին լինելու են հոբելյանական երեկոներ, պրեմիերաներ, վարպետության դասեր, համաշխարհային կինոյում վաստակի համար Փարաջանովյան թալեր մրցանակներ կհանձնվեն նաեւ Մարգարեթե ֆոն Տրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովանիսյանին եւ Յոս Ստելինգին։ Անվանի ավստրիացի կինոռեժիսոր Կանի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը կարժանանա փառատոնի վարպետ մրցանակին։ Կինոփառատոնի բացմանը ցուցադրվեց Շարլ Ազնավուրի 1963 թվականին Խորհրդային Հայաստան կատարած այցի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը։ Հանդիսավոր երեկոն ավարտվեց Ֆրանսուଆ Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմով։ Ազնավուրի առաջին դերն է կինոյում։ 1960-ին ստեղծված ֆիլմը կինոգետների բացատրությամբ փոքր մարդու արժեքների ու դրանք խժռող աշխարհի մասին է։ Պատմություն մի մարդու մասին, որ ժամանակին ունեցել է ամեն ինչ՝ փառք, սիրած կին, երջանկություն, փող, սակայն մի վայրկյանում կորցրել է այդ ամենը։ Ֆիլմի հիմքում Դեվիդ Գուդիսի Down There, այնտեղ ներքևում բուլվարային վիպակն է։ Գլխավոր դերում Ազնավուրն է, մարդ, որն իր կարիերան սկսել է հենց ներքևից, փոքրիկ սրճարաններից ու կաբարեներից։ Հերմինե Հակոբյան, Աննա Թամրազյան, Գևորգ Ավագյան, Վահե Արաքելյան, մշակութային ազդագիր։ «2005 թվականից Երևանում գործում է բարձր արվեստ կենտրոնը։ Նպատակն արտերկրում հայ, իսկ Հայաստանում այլ երկրների արվեստը ներկայացնելն է։ Հատկապես վերջին տարիներին կենտրոնը միջազգային մի շարք ցուցահանդեսների եւ փառատոների է մասնակցում, ներկայացնելով ինչպես ճանաչված, այնպես էլ երիտասարդ հեղինակների։ Շուտով բարձր արվեստ կենտրոնը ներկայացնելու է իր նոր նախագիծը՝ hiartonline.com ինտերնետային հարթակը։ Նախագծի բացումը ցուցահանդեսով է նշանավորվելու։ Նկարիչներ Մերիմունն ու Գարիկ Կարապետյանը ցուցադրության գծագրման վերջին աշխատանքներն են իրականացնում։ Շուտով այն, ինչ միաչափ հարթության վրա է, թղթից դուրս է գալու եւ դառնալու է տարածական։ Կազմակերպիչների խոսքով այս ցուցահանդեսն իր տեսակի մեջ առաջինն է լինելու։ 19-րդ դարի վերջից հայ ծագում ունեցող նկարիչներին մինչև 21-րդ դարի սկիզբ մենք ներկայացնում ենք մեկ հարթակի վրա մի անվանումի տակ արևելքից արևմուտք, մոդեռնից պոստմոդեռն հայ հեղինակներ։ Փաստորեն սկսած Արսեն Շաբանյանից եւ Վարդան Մախոխյանից, ֆրանսիահայ նկարիչներից, որոնք 1860 թվականի ծնունդ է օրինակ Յամա Շաբանյանը, եւ վերջացած մեր ամենաերիտասարդ սերնդից մոտավորապես 29, 30, 28 այդ տարիքի մեջ արվեստագետներով։ Հայաստանում ստեղծված արվեստը ունի շատ հետաքրքիր ճյուղավորումներ եւ լավ առումով եւ վատ առումով, հետեւաբար այստեղ մի քիչ խնդիր կա այդ խառնաշփոթը բերել ինչ որ մի ընդհանուր բանի մեջ, տարածության մեջ եւ հնարավորինս ցույց տալ կապը կլասիկների եւ ժամանակակից արվեստագետների։ Շատ տարբեր շրջանների նկարիչներ են ներկայանում, փորձելու ենք, որպեսզի ամեն մեկը կարողանա գտնի, այսինքն եւ 19-րդ դարի արվեստը եւ մինչև 21-րդ դարը կարողանանք գտնենք նման գործեր, որպեսզի իրար հետ ցուցադրենք եւ ինչպես է կազմակերպելու մուտքը, որպեսզի հանդիսատեսը երբ որ մտնի ինքը տեսնի, որ ոնց է այդ ընթացքը, ոնց է սերունդները, ոնց են իրար փոխարինել եւ եկել հասել մինչև այսօր։ Դասական նկարչություն, ֆոտոարտ, փոփ-արտ, քանդակ մեկ հարթակի վրա արվեստի տարբեր տեսակներ են ներկայացվելու։ Կողք կողքի ցուցադրվելու են Արշիլ Գորկին, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Նարեկ Ավետիսյանը, Սահակ Պողոսյանը, մի խոսքով վերջին 200-ամյակում ստեղծագործող ինչպես դասական դարձած, այնպես էլ ժամանակակից ու երիտասարդ հեղինակներ։ Երևի մեզ համար շատ անհրաժեշտ է մի հատ ամփոփենք մեր ամբողջ գեղանկարչության պատմությունը այս երկու դարերի կամ 3 դարերի սահմանակում շատ հետաքրքիր բան կլինի։ Մենք էլ մի քիչ կպարտանանք ցուցադրվելով մեր կլասիկների կողքին։
ժամանակակից արվեստագետներին եւս հետաքրքիր է, որպեսզի դռները բացվեն վերջապես եւ նրանք կարողանան այդ շփումը կարողանան ստեղծվի դրսի աշխարհի հետ, որովհետեւ երբ որ մենք ունենք լոկալ, միայն տեղային արվեստ ունենք այստեղ եւ այստեղ ցուցադրում մենք չենք կարողանում համեմատությունները տեսնենք, թե իսկ դրսում ոնց է ամեն ինչը կնայվի։ Արևելքից արևմուտք մոդեռնից պոստմոդեռն ցուցահանդեսով տրվելու է 3w.hiartonline.com ինտերնետային նախագծի մեկնարկը։ Բարձր արվեստ կենտրոնն այսպես փորձում է Հայաստանում ձևավորել արտ մենեջմենթի մշակույթը, ստեղծել բազմաֆունկցիոնալ մի ռեսուրս, որը նոր հարթակ կդառնա հայ արվեստագետների համար։ Առաջին անգամ կնա հնարավորություն on-line վճարել եւ գնում կատարել, ներկայացված կլինեն մեր արվեստագետները տարբեր սերնդների, տարբեր ուղղությունների մեջ, տարբեր ժանրերի մեջ, 3 լեզվով է լինելու կայքը եւ պիտի փորձենք դուրս գանք այն համագործակցության արտասահմանյան ինստիտուտների հետ, որպեսզի ճշգրիտ օբյեկտիվ գնահատվի մեր արվեստը։ Արևելքից արևմուտք մոդեռնից պոստմոդեռն ցուցահանդեսը, որը հուլիսի 11-ին ժամանակակից արվեստի թանգարանում է բացվելու, Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակում է իրականացվում։ Առաջին այցելուներն էլ հենց մրգաշատ փառատոնի հյուրերն են լինելու։ Կազմակերպիչները նաև Հենրիկ Իգիթյանի անվան ամենամյա մրցանակ են սահմանել արվեստում ներդրման ու զարգացման համար։ Այս տարի այն փառատոնի հյուրերից մեկն է ստանալու։ Մրցանակը մեր հռչակավոր նկարիչներից մեկի նկարի տեսքով է լինելու։ Լիլիթ Գրիգորյան, Արտաշես Մաթևոսյան, մշակութային ազդագիր։ Մայր այլ Հայաստան, այս անունն է կրում 10 հայ լուսանկարչուհիների ցուցահանդեսը։ Աշխատանքները ներկայացնում են հայկական իրականությունը կնոջ դիտանկյունից, բացահայտելով հաճախ անտեսվող կողմերը։ Այս կին լուսանկարիչները բարձրաձայնում են սոցիալական անարդարությունները։ Ցուցահանդեսը կազմակերպել է 4+ վավերագրական լուսանկարչության հայկական կենտրոնը։ Թեման հիմնականում մարդու իրավունքներն են։ Ցուցահանդեսը կտևի մինչև օգոստոսի 17-ը ՆՓԱԿ-ում։ Ընտանեկան բռնություն, բանակում զոհված զինվորներ, աղքատություն, արտասովոր ու տարօրինակ մարդիկ։ Այս թեմաներով են լուսանկարների պատմությունները։ Մայր այլ Հայաստան կամ Հայաստանն այնպես, ինչպես ոչ ոք չի տեսել կամ ավելի ճիշտ տեսել է, բայց ուշադրություն չի դարձրել։ 10 կին լուսանկարիչները հենց այս մասին են որոշել բարձրաձայնել։ Այս ցուցահանդեսում նորարար փորձարարական արվեստի կենտրոնի յուրաքանչյուր անկյուն իրավունքների պաշտպանության կոչ է։ Ֆոտոլրագրող Սարա Անջագոլյանի լուսանկարները ցուցահանդեսում ներկայացված են 2 մասով։ Առաջին մասում հայ զինվորի առօրյանը, երկրորդ մասում այն ընտանիքները, որոնք որդի են կորցրել բանակում։ Այս 2 մասերը միավորվում են կարճ տեսանյութում։ Նրբանկատ լինելը կնոջ մեկ այս ֆոտոժուրնալիզմի մեջ օգնում է։ Օրինակ համար կարող եմ ասեմ իմ դեպքում իհարկե շատ դժվար է մայրերի հետ շփվել, որոնք զավակներ են կորցրել, բայց ես կարծում եմ, ընկալում եմ, որ որպես կին երևի իրանք կարողացան ավելի խորը ձևով պատմել։ Լուսանկարիչների կարծիքով այն նկարները, որոնք ներկայացված են, այլ Հայաստանի մաս են կազմում, այն Հայաստանի, որը չի քարոզվում էկրաններից եւ վառ ցուցապաստառներից։ Ահա հենց այստեղից էլ եկել է ցուցահանդեսի անվանումը Մայր այլ Հայաստան։ Մենք սովոր ենք որպես Հայաստանը կոչել Մայր Հայաստան եւ միգուցե շատերի պատկերացումով Հայաստանը դա շատ ինքնատիպ, գեղեցիկ, տպավորիչ, չգիտես սաժան վայրերով պիտի լուսանկարներով ցուցադրվեր, բայց մենք որոշեցինք Հայաստանի այլ մասը ցույց տալ, այսինքն այն խնդիրները, ովքեր դրանց մասին գիտեն, բայց լռում են կամ ընդհանրապես տեղյակ չեն։ Ազդեցիկ են հատկապես ընտանեկան բռնությանը վերաբերող լուսանկարները։ Անահիտ Հայրապետյանի նկարներում ընտանեկան բռնությունից տուժած մի քանի կնոջ պատմություն է։ Լուսանկարչուհին կարծում է, որ խիզախ ու սթափ հայացքով է պետք նայել խնդիրներին։ Բոլոր կանայք աշխատում են ամեն մեկն իր համար ու բոլորը նկարում են շատ լուրջ դոկումենտալ նախագծեր, բայց դրանք չեն ցուցադրվում, մարդիկ նրանց չեն ճանաչում։ Այս հնարավորություն չունեն կազմակերպելու ցուցահանդես ու մենք որոշեցինք նախաձեռնողը լինել։ Ամենս գեղեցկություն ենք փնտրում, ուզում ենք գեղեցկություն գտնել, նույնիսկ ամենից դժվար, նույնիսկ եւ որ ամենից դժվար թեմաներն ենք շոշափում։ Ոչ թե միայն գեղեցկություն, ավելի ճիշտ պիտի ասել ճշմարտություն։ Ամենս դրան ենք ձգտում, եւ կիները, եւ տղամարդիկ ֆոտոժուրնալիստները։ Մարինե Քոչարյան, Արտաշես Մաթևոսյան, մշակութային ազդագիր։ Հուլիսի 4-ին նկարիչների միությունում բացվել է Հայաստան աշխարհ խորագրով բնանկարի ցուցահանդեսը։ Միության 2 ցուցասրահում տեղ են գտել տարբեր սերունդների աշխատանքներ։
Հայկական բնության գեղեցկությունը տարվա 4 եղանակներին արտացոլված է շուրջ 200 աշխատանքներում։ Բնությունն ինքնասես անշրջանակ նկար լինի, պարզապես ամեն նկարիչ իր հայացքով և սեփական ճաշակի համաձայն մի հատված է վերցնում նույն բնությունից և դնում շրջանակի մեջ։ Խստաշունչ ու հին Հայաստան երկրի բնապատկերները, Գեղարդի քարե սիմֆոնիան, Ձյունապսակ Արարատ լեգենդը, Հնամենի եկեղեցիներն ու վանքերը, Կապուտակ Սևանը, այստեղ Հայաստան աշխարհը երևում է իր ողջ շոշափելի գոյությամբ։ Շուրջ 500 աշխատանք էր ներկայացվել, որից միայն 200-ն են տեղ գտել Միության ցուցասրահներում։ Կարեն Աղամյանն ասում է, որ գեղանկարչության ոչ մի ժանր դեռ այսքան նկարչի չէր մեկտեղել նույն հարկի ներքո։ Անվանի նկարիչների աշխատանքների կողքին առաջին քայլերն անող երիտասարդ նկարիչների գործերն են։ Հայաստանի ճկնաղ բնությունը պատկերել է, չէ՞։ Դա մեծ ուրախություն է։ Դա մեծ, այսինքն բոլոր նկարիչները, մասնակիցները իրենց շնորհակալություն են հայտնում առարչին, որը ստեղծել է բնությունը։ Իրենց վարձահատույց են լինում, իրենց ստեղծագործություններով։ Ով ինչպես կարող է, մութ է, պայծառ է, ինչ է, բայց նկարել է։ Հրանտ Թադևոսյանի համար բնության հետ շփումը կենսականորեն անհրաժեշտ պայման է։ Տարվա ցանկացած եղանակի նկարիչը վերցնում է նկարակալը, գտնում է կուսական բնության որևէ անկյուն, որտեղ քչերն են ոտք դրել։ Այրիջայի հարթավայրն է, Եղեգնաձորից ոչ հեռու։ Բարձր դիրքի պատճառով այստեղ միայն մասրենի է աճում։ Հենց այսպես էլ անվանել է կտավը։ Երբ որ գտնվում ես բնության մեջ եւ անելիքդ վերջացնում ես, եւ խիղճդ է հանգստանում, եւ էությունն է ավելի մաքրվում, ու դա ինչ ասեմ, աստվածատուր պարգև է, եթե այդ մարդ բնության այս փոխհասկացությունը լինում է։ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն իր այս կտավում հայկական բնաշխարհն իր դաշտերի, լեռների ու ձորերի գունային ելևէջներով համեմատում է հայկական գորգարվեստի հետ։ Երիտասարդ նկարիչ Լիլիթ Արցանյանը կարծում է, որ ցանկացած վայր իր ներգործությունն ունի ստեղծագործողի վրա։ Լիլիթի նկարում երևանյան հին Սիլիկյան թաղամասի բակերից մեկն է, սա էլ Վանիկ պապն է։ Երիտասարդ նկարչուհին իրենց տան կտուրից է նկարել։ Ցուցահանդեսը նկարչական ձոներք էր մայր բնությանը, որին արվեստասերները կարող են հաղորդակցվել մինչև հուլիսի 14-ը։ Անուշ Առաքելյան, Արտաշես Մաթևոսյան, մշակութային ազդագիր։ Հաջորդիվ մեր հաղորդման մշտական էջերից մեկն է, թե հայ եւ համաշխարհային մշակույթի մեծերից ում ծննդյան օրն է առաջիկա օրերին, կիմանանք, եթե դիտենք Նշան Աբասյանի պատրաստած անդրադարձը։ 1621 թվականի հուլիսի 8-ին է ծնվել նշանավոր ֆրանսիացի առակագիր եւ բանաստեղծ Ժան դե Լա Ֆոնտենը։ Վառ կերպարներով հարուստ նրա առաջին իսկ հեքիաթներն ու առակները աննախընթաց հաջողություն են ունեցել։ Այդ գրվածքները, որ արժեքավոր են իրենց գեղարվեստական մշակվածությամբ եւ խորը ռեալիզմով, մինչ օրս թարգմանվում են աշխարհի տարբեր լեզուներով։ 1956 թվականի հուլիսի 9-ին է ծնվել ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Թոմ Հենքսը։ Նրա առաջին նշանակալի հաջողությունը առկայծում ռոմանտիկ կատակերգություններ, սակայն այսօր նա հռչակված է որպես դրամայի դերասան։ Այս ժանրում Թոմ Հենքսի մեծագույն նվաճումը 6 Օսկարի արժանացած Ֆորեսթ Գամփ կինոնկարն է, որտեղ նա կարողացել է կերտել հաշմանդամ հերոսի անկրկնելի չափազանց հուզիչ կերպարը։ 1871 թվականի հուլիսի 10-ին է ծնվել ֆրանսիացի նշանավոր վիպասան, ակնարկագիր եւ քննադատ Մարսել Պրուստը։ Նրան համարում են հոգեբանական վեպի սկզբնավորողներից մեկը։ Պրուստը շարունակ ջանում էր ըմբռնել այնպիսի հասկացությունների իմաստը, ինչպիսիք են հիշողությունը, մեղքի գիտակցումը։ Նրան մեծ հռչակ են բերել կորուսյալ ժամանակը որոնելիս վիպաշարը, հաճույքներ եւ ափսոսանքներ, Սոդոմ եւ Գոմոր, Սվանի ուղությամբ ստեղծագործությունները։ 1904 թվականի հուլիսի 12-ին է ծնվել աշխարհահռչակ չիլիացի բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաբլո Ներուդան։ Նրա քնարերգությունը չափազանց ինքնատիպ է, արձակ բանաստեղծական տողերին հատուկ են ներքին ռիթմն ու մեղեդայնությունը, մարդկային խորը ապրումներն ու դրանց պատկերավոր նկարագրությունը։ Ներուդայի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է թողել աշխարհի տարբեր երկրների պոեզիայի վրա։ Այս շաբաթվա գլխավոր մշակութային միջոցառումն անշուշտ Ոսկե Ծիրան կինոփառատոնն է։ Ֆիլմերի ցուցադրումների ժամանակացույցը կարող եք գտնել ինչպես փառատոնի պաշտոնական կայքում, այնպես էլ տպագրված ծրագրում, որը կարող եք գտնել Մոսկվա եւ Նաիրի կինոթատրոններում, ինչպես նաեւ մշակութային տարբեր կենտրոններում։ Իսկ թե բացի ծիրանային թոհուբոհից մշակութային էլ ինչ իրողություններ են մեզ սպասվում առաջիկա օրերին, կիմանանք, եթե դիտենք մեր հաջորդ տեսանյութը։
Նա հայտնի է կինոաշխարհում իր կացի երերքությամբ, տեսողական պատկերահնչյունային էսսեների շարքով, որն արձանագրում է արդի աշխարհի ավերիչ ներգործությունը միջավայրի վրա։ Գոթֆրի Ռեջն աշխարհով մեկ արտասովոր հուզական ազդեցություն գործած բանաստեղծական կադրերի կինոոճ է ստեղծել։ Նա հաճախակի տեսախոսություններ է կարդում փիլիսոփայության, տեխնոլոգիաների եւ կինոյի մասին։ Հուլիսի 11-ին ժամը 18-ին Թումոյում աշխարհահռչակ կինոռեժիսորը հատուկ տեսախոսություն կկարդա, հետո կլինի հատուկ ցուցադրություն։ Մուտքն ազատ է, բայց պետք է նախապես գրանցվել։ Հուլիսի 10-ին ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակում կբացվի Պետո Պողոսյանի «Քաղաքային բազմազանություն» խորագրով ջրաներկ աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Քաղաքը ավելի ճիշտ քաղաքի ռիթմը ինձ միշտ գրավել է, եւ այն ֆիքսելու վերլուծելու համար ի վերջո հանգեցի նրան, ինչ անում եմ հիմա։ Հիմա ես City Space քաղաքանկար եմ անում, այսինքն փնտրում եմ քաղաքում այսպես ասած լարման կետեր, ամենայն դեպս ինձ համար, հարցազրույցներից մեկում ասել է նկարիչը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 10-ը։ Հուլիսի 10-ին ժամը 15-ին Գաֆեսյան արվեստի կենտրոնում մեկնարկում է ճանապարհորդություն գույների աշխարհով կրթական նոր ծրագիրը նախատեսված երեխաների եւ մեծահասակների համար։ Ծրագիրն իրականացվում է Հարություն Կալենց գույնը ձևի մեջ ցուցահանդեսի շրջանակում։ Ծրագրի առաջին մասում մասնակիցները կշրջեն արծիվ սրահում եւ կծանոթանան Հարություն Կալենցի արվեստին ու ներկայացված ստեղծագործություններին։ Երկրորդ մասը կշարունակվի կենտրոնի ստեղծագործական սրահում, որտեղ կցուցադրվի ֆովիզմ արվեստի ուղղության եւ գույնի տեսության մասին նյութ։ Այնուհետև մասնակիցները կփորձեն ստեղծել ֆովիստական պատկերներ։ Ծրագրին մասնակցությունն անվճար է, բայց դարձյալ պետք է նախապես գրանցվել։ Ժամանակակիցները նրան համարում են Հայաստանի վառ ու տաղանդավոր նկարիչներից մեկը։ Ինքնատիպ, հետաքրքիր, տաղանդավոր մարդ, իսկական նահապետի տեսքով, բարձրահասակ ու թիկնեղ։ Արտևալե արվեստի սրահում շարունակվում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանի անհատական ցուցահանդեսը։ Այն նախաձեռնել են նկարչի ընկերներն ու հարազատները նրա 65-ամյակի առիթով։ Ներկայացված աշխատանքներից շատերն առաջին անգամ են ցուցադրվում։ Նկարչի մահվանից հետո 2 հետահայաց ցուցահանդես է եղել, որտեղ դրանք ընդգրկված չեն եղել։ Մեր հաջորդ թողարկումն ամբողջությամբ նվիրվելու է Ոսկե ծիրան կինոփառատոնին։ Ինչ հետաքրքիր ֆիլմեր ցուցադրվեցին, ովքեր վարպետության դասեր անցկացրին, ինչ նոր ծրագրեր իրականացվեցին եւ ի վերջո ում բաժին հասան ոսկե եւ արծաթե ծիրանները։ Կպատմենք ուղիղ 7 օրից։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Ծիրանահամ քաղցր մշակութային շաբաթ եմ մաղթում։ Ցտեսություն։